Ամսի 25-ին քաղաքացու օրն է հանրապետության հրապարակում համերգ լինելու մասնակցելու եք։ Դժվար։ Ինչ համերգ է, մենք չգիտենք էլ։ Քաղաքացու օրն է, Փաշինյանը համերգ է կազմակերպել, մասնակցելու եք։ Երևի հա։ Մասնակցելու եք որպես իր աջակից, թե ուղղակի համերգին զվարճանալու համար։ Ուղղակի ես նայելու համար, ոչ թե մասնակից կամ բան։ Շատ հաճելի է, որ մեր շատ հարգելի մեր վարչապետն է կազմակերպել, շատ հաճելի է, բայց չէ, ես ուղղակի դիտելու համար, տեսնելու համար, մասնակցելու ենք։ Ճիշտ ասած ժամանակի հետ է կապված։ Եթե ժամանակ ունեմ, մեծ քիչ ծմար։ Մասնակցելու եք որպես Փաշինյանի աջակից, թե ուղղակի համերգ եք գնում եք զվարճանալու։ Գաղտնիք։ Իհարկե ոչ, որովհետև նախ պետք է ճշտել որ քաղաքացու օրը։ Այն քաղաքացու օրը, որը մեր քաղաքացին չի, հա։ Մենք այսօր ունենք իրողություն, երբ որ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացին իր երկրի տերը չի։ Երբ որ արդեն իսկ որոշված է, որ 300,000, վաղը 400,000, եթե 450 լինի, էլի ոչ մեկ ձեն չի անի, այդ նարատիվները արդեն արկա են։ Դրա համար հարցնում եմ, որ քաղաքացու օր։ Տուրանի քաղաքացու, թե Արևմտյան Ադրբեջանի քաղաքացու օրն է, պետք է ճշտել։ Նաև քաղաքացու օրվա հետ կապված, ճակերտավոր քաղաքացու, ուզում եմ ասեմ, որ քաղաքացու օրերը այսպիսի կանցնեն, բայց մոտենում են ընտրություններ եւ ժողովուրդը պետքա կողմնորոշվի, ասում է ոչ հներին, ոչ նորերին, բայց իրականում գնում է նորերին է ընտրում, հների մասին չեմ խոսում, եթե կա ամբողջ այդ պալիտրան նորերի հներին, ինչի եք գնում նորերին ընտրում, ներկաներին եք ընտրում, ստամոքսն է ձեր համար կարևոր, քաղաքացու օրը ով նշում է վաղը պետք է մտածի, արդյոք որ երկրի քաղաքացի կդառնա։ Այսքանը։ Չեմ մասնակցել։ Ինչ պատճառով։ Զուտ խիստ ազդական։ Լավ վիճակում չեմ, կորստի ցավ ունեմ։ Հետո իմ մեծ բանը չի էլի, որ ես մասնակցեմ։ Փաշինյանն է կազմակերպել, տեղակ եք։ Դե բնականաբար ինքը պետք է կազմակերպել, որտեղ իր օրոք է եղել այդ քաղաքացու։ Սա ոչ մի անգամ չի նշվել, չէ՞։ Տեղակ եմ, ես պաշտոնական թերթերը կարդում եմ, ժողովուրդ օրաթերթը հարվածում, այսինքն թերթեր եմ կարդում, էլ տեղակ եմ։ Հանրապետության հրապարակում կարծում լավ համերգ է։ Մասնակցելու եք դուք ուղղակի զվարճանալու համար, թե Փաշինյանին աջակցելու, որպես Փաշինյանի աջակից։ Ինձ թվում է ձեր հարցը հիվանդագին է, երևի։ Հենց ամենասկզբից էլի ում կազմակերպել։ Փաշինյանին։ Այն ամենայն հարգանքով մտ քաղաքացու խնդիրներից, մտ խնդիրներից թող հարցնեն, հետո նոր համերգ չէ, էլի հիմա ոնց ասեմ, լուսը ջուրը գազը անջատած հլնեսեթաս համերգ կլինի տենց։ Չէ, ոսցում առողջական խնդիրների համար չեմ կարող։ Թող Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին լավ վերաբերվի, հետո նոր քաղաքացու օր կազմակերպի։ Շատ լավ վերաբերում եմ։ Արի։ Պիտի թողնես վերցնեմ կամ մասնակցեմ։ Համերգին մասնակցելու եք որպես Փաշինյանի աջակից, թե ուղղակի համերգ եք գնում եք զվարճանալու։ Մենք միշտ եղել ենք Փաշինյանի աջակից։ Ոչ։ Չգիտեմ։ Ցավոք չէ, ստեղ չեմ ելնելու։ Ես Փաշինյանի աջակիցն եմ, բայց համերգին չեմ մասնակցում։ Ոչ, չեմ մասնակցելու, շատ զբաղված եմ, շնորհակալ։ Տարիքով մեծ ենք, հոգնում ենք այդ երիտասարդների համար։ Ոչ։ Իսկ ինչ պատճառով։ Զբաղվածության։ Իհարկե ոչ։ Ինչ պատճառով։ Քաղաքացու օր, ինչ թազա օրենքներ են հնարում, իրանց կաբինետներում նստած օրենքներ են հնարում, քաղաքացու օր, ես իմ ինչի օր։ Մեր օրերը լավ էլ նշած էր մարտի 8-ով, ամեն ինչով նորմալ էր։ Օրը մի հատ օրենք հանում են մարդկանց գլխին, այս պատուհասները։ Սխալ է էլի, սխալ է, ինչ համերգ։ Երկիրը այս վատ վիճակի մեջ ինքը համերգ դահոլ է նվագում, բարաբան է խփում, ես իմ ինչ դեբիլիզմ անում։ Այդքան է։ Չէ, երևի ժամանակ իմ հարցերը համերգով չի լուծում, աղջիկ ջան։ Ես ճահելներն համերգը մեզ մեր ընդունապ։ Փաշինյանն է կազմակերպում այդ համերգը, ինքն է քաղաքացի։ Հերնել անեցած։ Դուք գիտեք Հայաստանի Հանրապետությունը, որ քաղաքացի կա, որի իրավունքները պաշտպանված չի։
Ինչի մասն է խոսքը, ինչ քաղաքացու օր։ Նիկոլ Փաշինյանն է քաղաքացու այդ օրը հայտարարել։ Չեմ ճանաչում։ Ես ճանաչում եմ Ալիևի կամակատար։